Ինչքան սիրելի են քո բնակարանները, ով զորությունների Տեր։ Իմ անձը ցանկանում եւ փափագում է Տիրոջ սրահները։ Իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծությամբ աղաղակում են կենթանի Աստծուն։ Ձիթն էլ տուն գտավ եւ ծիծեռնակը բույն իր համար, որ իր ձագերին դնի նրա մեջ, այսինքն քո զոհասեղանների մոտ, ով զորությունների Տեր, Թագավոր իմ եւ Աստված իմ։ Երանի քո տանը բնակվողներին, նրանք շարունակ պիտի օրհնեն քեզ։ Երանի այն մարդկանց, որոնց զորությունը քեզնից է, որոնց սրտերում դեպի քո տունը տանող ճանապարհներ կան։ Անցնելով արտասուքի ձորով, այն դարձնում են աղբյուրի նման, եւ աշնան անձրևը նրանց ծածկում է օրհնությամբ։ Նրանք զորությունից զորություն են գնում եւ Աստծուն երևում են Սիոնի մեջ։ Ով Տեր, զորությունների Աստված, լսիր իմ աղոթքը, ականջ դիր, ով Հակոբի Աստված։ Ով Աստված, մեր վահանը, տես եւ նայիր քո օծյալի երեսին, որովհետեւ լավ է մեկ օրը քո սրահների մեջ, քան հազարավորները ուրիշ տեղ։ Նախընտրեցի կանգնել իմ Աստծու տան շեմին, քան թե բնակվել ամբարիշտների վրաններում, որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս, Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին, ով զորությունների Տեր, երանի այն մարդուն, որ իր հույսը դրել է քեզ վրա։ Ամեն։